Բարի գալուս Ջերմուկ City Fest 2026 Ջերմուկը ոչ միայն առողջարանային գոտի, այլև մշակութային կենտրոն։ Առողջարանային քաղաքը մեկ օրով վերածվել էր բացօթյա մեծ բեմի։ Ջերմուկ City Fest-ն է առաջին անգամ անցկացվող փառատոն նվիրված քաղաքի 90-ամյակին։ Այսօր մենք նշում ենք մի քաղաքի տարեդարձ, որը Հայաստանի ամենագեղեցիկ եւ յուրահատուկ բնակավայրերից է։ Հայտնի իր բուժիչ հանքային ջրերով, անզուգական բնությամբ, առողջարանային ավանդույթներով եւ աշխատասեր մարդկանցով։ Ջերմուկը միայն քաղաք չէ, այն մեր երկրի կարևոր այցեքարտերից մեկն է, որտեղ համատեղվում են բնության հրաշալիքները, մշակութային ժառանգությունը եւ ժամանակակից զարգացման ձգտումը։ Կազմակերպիչների ու հովանավորների համար սա ջերմուկը նոր տեսանկյունից ներկայացնելու հնարավորություն է։ Զբոսաշրջիկներին ցույց են տալիս, որ ջերմուկը կարող է լինել ոչ միայն ակտիվ ու պասիվ հանգստի, այլև մշակույթի վայր։ Կարգախոսն է բացահայտիր ջերմուկը նորովի։ Հովանավորներից մեկը Լիդիան Արմենիան է, որն արժանացավ շնորհակալագրի։ Լիդիան Արմենիա, որը միջոցառման հովանավորն է նաև սիրելիներ։ Ծափահարենք շատ բարձր։ Ընկերության ներկայացուցիչը նշում է ջերմուկի զարգացման, համանքի եւ նման միջոցառումների կարեւորությունը։ Շատ ուրախ եմ այսօր ջերմուկը տեսնել այսպես բազմամարդ հյուրերով լեցուն եւ հուսով եմ, որ այս փառատոնը ջերմուկ ֆեստը այսուհետ կկրի ամենամյա բնույթ, ինչ վերաբերում է Լիդիան Արմենիայի ընկերությանը, Լիդիանը հանդես է գալիս որպես ջերմուկ ֆեստ 2026-ի հովանավոր եւ մենք միշտ կանգնած ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք որ կարող են ապահովել համայնքների զարգացումը, տնտեսական ակտիվացում բերել համայնքների։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունները կնպաստեն ջերմուկի տուրիստական ներուժի հետագա զարգացմանը։ Ջերմուկ City Fest-ը հավակնում է սկիզբ դնել նոր ավանդույթի։ Գաղափարը ինքնին շատ վաղուց կար ունենալ ջերմուկ քաղաքի օր, որտեղ մենք տարիներ շարունակ չենք ունեցել մեր քաղաքի օրը, չենք նշել։ Համայնքապետարանի հետ համագործակցությամբ որոշեցինք, որ պետք է այսօրը որոշվի լինի ջերմուկ քաղաքի օր։ Շնորհակալություն եմ հայտնում ջերմուկի համայնքապետարանի նախաձեռնության ու միջոցառումը ինձ վստահելու համար ու նաև մեր հովանավորներին, մեր գլխավոր հովանավորներն են Լիդիան Արմենիա ընկերությունը ու նաև ջերմուկ գրուպ Փակ բաժնետիրական ընկերությունը։ Եթե չլինեի նրանց նվիրված աջակցությունը, այս միջոցառումը այսօր չէր կայանա։ Եթե սովորական օրերին ջերմուկում հիմնականում հանգստացողներն են որոշում օրվա ռիթմը, այսօր այն թելադրում է Ջերմուկ City Fest-ը։ Հայկական հարուստ մշակույթն ի ցույց է դրվում տեղական համերի, ստեղծագործական տաղավարների, երաժշտության եւ 10 տարեկան աղջնակի ստեղծագործությունների, այդ թվում ռեկորդակիր նկարի միջոցով։ Մեր մարզը ասոցացնում եմ ծաղիկների հետ, նկարիս անվանումը մի կտոր Վայոց ձոր ու որոշեցի, որ պետք է մի անգամ Վայոց ձորում գոնե ցուցադրվի։ Անգամվա ռեկորդը ես սահմանել եմ Հայաստանի ամենամեծ նկարը նկարելով 3 մետրի 210 սանտիմետրի վրա։ Նկարել եմ շուրջ 5 տարի։ Երիտասարդների համար հաճելի է, որ նման միջոցառումներ արդեն կազմակերպվում են ջերմուկում, շատ հաճելի է նաև տաղավարների այս պահը։ Ֆեստիվալները միշտ ճանաչում են տալիս ջերմուկը, որպես արդեն փոքրիկ քաղաք է, բայց ինքը արդեն շատ ճանաչված է դառնում։ Մեզ են ճանաչում մեր աշխատանքներն են տեսնում, ստեղծելով մեր ձեռքի աշխատանքները, մենք փորձում ենք պահպանել մեր մշակույթը, մեր արժեքը, մեր արմատները։ Ջերմուկցիները վստահ են, այսպիսի փառատոնները նոր հնարավորություններ են բացելու քաղաքի զարգացման համար։ Քաղաքի բնակիչներն ու հազարավոր հյուրերը Ջերմուկ City Fest-ին սպասելու են նաև հաջորդ տարիներին։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։